արդյոք ընտրական ցենզի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները ողջամիտ են, օրինական են, կարծում եմ ողջամիտ չեն, օրինական չեն, սահմանադրական չեն։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները կամ պատգամավորները, ովքեր այդ նախագծի հեղինակներն են, լինեն լիարժեք անկեղծ, իրենք կարող են ընտրական նոր ցենզ սահմանել։ Ընտրություններին կարող են մասնակցել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակիցները կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցող կուսակցությունների անդամները աջակիցները։ Դա կլինի շատ անկեղծ, դա կլինի իրական նպատակի բացահայտումը։ Սա ընդհանուր առմամբ պատասխանս ձեր առաջին հարցին, ինչ վերաբերում է արդյոք նշվածը կապ ունի սահմանադրական դատարանում գործընթացի հետ թե ոչ, չեմ կարծում եմ այն ավելի այլ նպատակներ է հետապնդում, որոնց վերաբերյալ այս փուլում երևի թե դեռ վաղ է խոսել։ Սահմանադրական դատարանը եթե գտնում է, որ ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, ապա մեր դիմումի բավարարման մասին է դա խոսելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե այդ աստիճան վստահ է իր ուժերի վրա, հանրության վստահության վրա, ապա իրենք ունեն բոլոր հնարավորությունները միանալու մեր հիմնավորումներին։ Թող լինեն նոր ընտրություններ, թող լինի ընտրությունների երկրորդ փուլ։ Բայց դուք խոսում եք մի ուժի մասին, որը վերջին օրերին փորձում է հիմնավորել անհնարինը, որ օրինակ վերաքվեարկություն չպետք է արվեր։ Հարգելիներս, ի վերջո, նույնիսկ ձեր ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որպես դիտորդ դիտարկվող անձը, ում վերաբերյալ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում է վերջինս քաղաքական գործիչ է։ Պատկերացնում եք դիտորդը, որը պետք է լինի անկախ, ԿԸՀ-ի կողմից տրված վկայականի հիման վրա, նույն ԿԸՀ-ն հիմա իրեն լրիվ այլ աչքերով է նայում։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Ես զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց, առնվազն եւս մեկ անգամ կասեմ։ Օրինակ, ընտրությունների վերաբերյալ սահմանադրական դատարանի 3 հնարավոր որոշումներից մեկը, եթե անվավեր է ճանաչվում ԿԸՀ որոշումը, թող միանան դիրքորոշմանը, բայց եթե դուք կտեսնեք, որ իրենք գալու են եւ պաշտպանեն ԿԸՀ որոշումը, դուք ձեր հետեւությունները արեք։